Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել One Talk մեր YouTube-յան ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին եւ խրախուսել մեր աշխատանքը եթերում։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը։ Տիկին Ադամյան, բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալություն, որ հերթական անգամ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Տիկին Անահիտ, այսօր մենք շատ բան ենք պլանավորել ձեզ հետ խոսելու համար, բայց երևի թե մի քիչ խոսենք ընթացիկ խնդիրների մասին, իրողությունների մասին, հետո կանցնենք մի քիչ ավելի այնպիսի թեմաներին, որ կարելի ասել այսօր մեր ունկնդիրների համար մի քիչ ավելի հանգստացնող են, մի քիչ ավելի առօրյա իրականության, այսպես ասած, նյարդաբանական ծանր իրավիճակներից մի քիչ շեղող են։ Համաձայն եք այդ տրամաբանությամբ։ Միանշան։ Հայաստանի ԱԱԾ-ն ինչ որ փաստաթղթեր է հրապարակել, ըստ որի համոզում են մեզ, որ Էզրասը, այսինքն գործող կաթողիկոսի եղբայրը, Էզրա Սրբազանը, ՊԱԿ-ի գործակալ է։ Ամեն դեպքում ես իրավունք չունեմ որևէ բան պնդել եւ նաեւ հաշվի առնելով ցավոք սրտի այս իշխանություններ եկեղեցի շարունակվող այս հակամարտությունը, այս շատ ծանր հակամարտությունը, որը տեսակ թե ինչպիսի արդեն իրողություններով է ուղեկցվում, արդեն հոգեվորական էր վատացել, նրա կյանքն են փրկել եւ այլն, արդեն բախումներ են ըստ էության տեղի ունենում։ Բախումներ տեղի չեն ունեցել, պարկաստու։ Դե, կարելի է ասել, չեմ ասում շատ արյունալի բախումներ, բայց ամեն դեպքում մեծ լարվածություն կա եւ այսպես ասած։ Ամեն դեպքում չափազանց տհաճ է, երբ ժամերգության ժամանակ դե ֆակտո հավատացյալների խումբը գոռում է վեհապար, կողքից գոռում են հեռացիր։ Ամենայն դեպս մայր տաճարում դա նոնսենս է։ Եվ մայր տաճարում նման երևույթները չափազանց տխուր են, չափազանց մտահոգիչ են ու անթույլատրելի։ Իմ կարծիքով գոնե որ։ Ես կիսում եմ ձեր կարծիքը, որովհետև նախ այսքան շիկացնել այդ հակամարտությունը, ես չեմ ուզում անձերի կյանքը, անձերի կենսագրությունները այստեղ քննարկել, որովհետև մենք կարծում եմ, մենք մեր երկրի համար նախ շատ ավելի լրջագույն խնդիրներ ունենք, քան եկեղեցի իշխանություն, քան եկեղեցական որոշ գործիչների անձնական կյանքն ու կենսագրությունը քննարկելուց։ Երկրորդը, ասենք, թույլ եմ տալիս ձեզ հետ մեր այդպես ձեզ հետ զրուցելիս ստացվել է, չէ՞, ես նաև մի քիչ ինքս էլ եմ անկեղծանում, ինքս էլ եմ իմ անձնական տեսակետները արտահայտում, չնայած դա գուցե չի։ Դե ֆակտը դուք հարց չեք տալիս, դե ֆակտը դուք տեսակետ եք ներկայացնում։ Ես նաև այո, ներկայացնում եմ տեսակետը, բայց ներկայացնում եմ տեսակետ նաև ոչ իմ տեսակետը, բնականաբար, եւ հակադարձող տեսակետներ, որոնք նաև կօգնեն ձեզ, որպեսզի դուք էլ արտահայտեք ձեր տեսակետը եւ այդպես կլինի մեր զրույցը ավելի ամբողջական։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս հակամարտությունը բոլոր դեպքերում ասում են, որ նաև ըստ էության հրահրված է դրսի ուժերից, կուզենամ նաև ձեր տեսակետը իմանալ, մասնավորապես Փաշազադեի այդ հայտնի կոչը եւ այլն եւ այլն, եւ մանավանդ այն ուղեկցվում է ըստ էության, ըստ որոշ ուժերի արտահայտած տեսակետների, կարծիքների թուրք-ադրբեջանական նարատիվների հիման վրա, այսինքն հայ առաքելական եկեղեցին թուրք-ադրբեջանական շրջանակները տեսնում են եւ հստակ արտահայտվում են, տեսնում են որպես սպառնալիք մեր տարածաշրջանային իրենց ասելով խաղաղությանը եւ հանկարծ տեսնում ենք Հայաստանի իշխանությունների պայքարը եկեղեցու։ Դուք ամեն ինչ շրջում եք գլխի վար, ես հիմա ստիպված եմ սկսել թերևս սկզբից, որովհետև ինչ մենք ակնհայտ իրողություններ ունենք, առ այն, որ հայ առաքելական եկեղեցու գլխավորը, վեհապարը, կաթողիկոսը, ամենայն դեպս 2020-ից նոյեմբերի 9-ից հետո մեր բոլորիս համար ամենածանր պահին ոչ թե ազգի համախմբումի կոչ արեց, այլ պահանջեց վարչապետի հրաժարական։ Սա փաստ է։ Փաստ է, որ հետո երկրորդվեց, փաստ է, որ հետո երրորդվեց, այսինքն տարիների մեջ 2020-ից հետո ինքը իր կոչից չհրաժարվեց։
Մենք ունենք նաև մեկ այլ փաստ։ Ամենայն դեպս Բագրատ arczepiskopos Գալստանյանը, որը չպատմեմ սրբազան կոչվող բացարձակապես անսուրբ շարժման պատմությունը, Կիրանցից հայտնվեց հանրապետության հրապարակում եւ կես ժամ տվեց վարչապետի հրաժարական պահանջելով, абսուրդ։ Հետո մենք ունենք Միքայել arczepiskopos Աջապահյանի օրինակը, որը չգիտես ինչու ինչ-որտեղ ինչ-որ գեներալներ էր որոնում, որոնք պետք է գային եւ հեղաշրջում կազմակերպեին, թերևս զինված։ Մենք այս փաստերից հեռանալ չենք կարող, սրանք փաստեր են։ Ճիշտ նույնքան փաստեր են նաեւ, որ այդ բոլոր նշածս arczepiskoposները ասում էին, որ իրենք ունեն վեհապարի օշնությունը։ Մենք այդ օշնության փաստը չունենք։ Մենք պետք է հավատանք կամ չհավատանք վեհապարին օշնություն ունենալու իրենց մատնանշածին։ Բայց այն ինչ երեք կատարվեց Մայրաթոռում, այն բոլոր հայ առաքելական եկեղեցու ի պաշտպանություն հանդես եկող բոլոր այն քաղաքական ուժերը, շարժումները, չգիտեմ, արդեն ինչ անվանում տամ, որովհետև ոչ համաժողովրդական կարող են որակվել, ոչ կարող են որակվել կուսակցական, ամենայն դեպս այդ ամբողջ խառնամբոխը կանգնած էր ի պաշտպանություն վեհապարի։ Ինչ է դա նշանակում։ Կոնկրետ։ Ինչ է դա նշանակում, եթե նայենք այդ ուժերի հետագիծը։ Եթե նայենք այդ ուժերը ինչ են դավանում։ Եթե նայենք, թե այդ ուժերը ինչպիսին են տեսնում Հայաստանի Հանրապետության ապագան։ Ամենայն դեպս դուք չեք ապրելու այլևս ինքնիշխան երկրում, եթե հնարավորություն տան, որ այդ ուժերը գան իշխանության։ Մոռացեք ընդհանրապես ժողովրդավարության մասին, մոռացեք ընդհանրապես ժողովրդավարության մասին, մոռացեք անվտանգության մասին, մոռացեք զարգացման մասին։ Կարող եմ անվանել հականե, անվանե, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան եւ այլք, որոնք ներկայացնում են Կրեմլի վկաների փաղանգը, մեղմ ասած, Կրեմլի վկաներին Հայաստանի Հանրապետությունում եւ այսօր նրանք վեհապարի շրջապատն են։ Ինչ մտածի միջին վիճակագրական այս պահին, ոչ թե հավատացյալը, այլ հայը, ինչ մտածի երեք էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ինչ եզրակացության գա։ Դուք կարծում եք միայն այդ ձեր հիշատակած, ձեր կարծիքն է իհարկե, այդ հիշատակած 3 ուժերի հրահրումով այլ ուժեր չկան, որոնք այսպես ասած չեն գտնվում այդ 3 անձերի, այսպես գաղափարական առաջնորդության ներքո, բացարձակապես նշանակություն չունի, դեմ են Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությանը, եկեղեցու դա չունի։ Այստեղ կարևորը լրիվ կներեք, կարևորը լրիվ այլ իրողություն է։ Հայաստանի Հանրապետության դեմ մղվում է, բացահայտ, ակնհայտ մղվում է հիբրիդային պատերազմ։ Հեղինակը Ռուսաստանն է, ոնց ուզում եք վերցրեք։ Համաձայնեք, մի համաձայնեք, ընդվզեք, սիրաշահեք, փնովեք, կապ չունի։ Հեղինակը Ռուսաստանն է, որովհետև Ռուսաստանի Դաշնության թիվ 1 խնդիրը տարածաշրջանից դուրս չգալն է։ Տարածաշրջանը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակում պահելն է, խաղաղության որևէ հնարավորության ընդդիմանալն է, այս տրիպ նախագծին ընդդիմանալն է, բոլոր դեպքերում, որովհետև եթե դու հայ-թուրքական սահմանը բացվում է, եթե դու ունենում ես Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ, եթե դու ընդհանրապես հնարավորություն ես ստանում այս շրջափակումից դուրս գալ, եթե Լարսը կորցնում է իր բացեմ փակեմի, երբ ուզեմ բացեմ, երբ ուզեմ փակեմի սակրալ նշանակությունը, դու այլևս կորցնում ես Ռուսաստանից քո կախվածությունը։ Ռուսաստանը այստեղ կորցնում է քո որոշումների վրա ազդելու հնարավորությունը լծակների հետ։
Տիկնան այդ նրանք էլ ասում են, ասենք այդ հակառակ շրջանակները, ես հասկացա դուք ինչ Նրանք ասում են, որ Ռուսաստանին բան են անում հիմա, բայց կանչում եք, էստի համեցեք ես ասում Եվրոպային, Ամերիկային։ Ես գիտեմ դուք ինչ եք ասելու։ Հիմա դա կախվածություն չեք համարում։ Կներեք իհարկե ձեզ ընդհատելու համար, բայց ստացվել է այնպեսի, ինչ ասեմ, փակ շղթա, ես երևի թե շաբաթական մի քանի հարցազրույցներ եմ տալիս եւ այդ հարցազրույցների մեջ անդադ պատտվում է այդ նույն միտքը, ռուսները գնում են, թուրքերը գալիս են։ Այո, նաև թուրքերը։ Այո, տխմարություն։ Թուրքերը չեն գալիս։ Արդեն եկել են ամերիկացիները։ Պետրոս Ղազարյանը կասեր, բա որ եկան, չէ։ Հիշում եք մեկ ես իրականացումն եմ ձեզ ուսում անում։ Ես չգիտեմ Պետրոս Ղազարյանը ինչ կասել, բայց եթե Պետրոս Ղազարյանը ինձ նման հարց տար, ես ամենայն դեպս իրեն իր ոճով կասեի, բա որ չեկան։ Իրավունք ունեք։ Գիտեք ինչ։ Մեր զրույցները հարգելի տիկին Անահիտ միշտ գրում են բացառիկ ժողովրդավարական բնույթ, կարելի է ասել։ Ես շնորհակալ եմ, որ դուք այդքան մեզ արժևորեք։ Ես շնորհակալ եմ, որ դուք այդքան հանդուրժող եք։ Թույլ եք տալիս ինձ Պետրոս Ղազարյանին պատասխանել։ Գիտեք, այստեղ ինչ է խնդիրը։ Այո։ Մենք սովորաբար աշխարհին նայում ենք մեր նեղ պատոհանից։ Այդպես չի կարելի։ Որովհետև աշխարհաքաղաքակ դա կապ չունի փոքր ազգի սինդրոմի հետ բացարձակ։ Եթե դու աշխարհաքաղաքական իրադարձությունները ընդհանրապես փորձում ես անտեսել եւ փորձում ես քո նեղ, չգիտեմ, այս պարագայում կուսակցականն է, այս պարագայում ազգայինն է, թե ինչն է հակադրել աշխարհին, դու միշտ պարտվում ես։ Այդպես չի լինում։ Դա հայերի չի վերաբերում, դա վերաբերում է բոլորին։ Բոլորին որովհետև աշխարհաքաղաքական անցուդարձը միշտ ազդում է բոլոր պետությունների վրա։ Դուք կարծում եք այդ Տրամպի իշխանության գալուց հետո զարգացումները Ֆրանսիայի վրա չեն ազդել, Գերմանիայի վրա չեն ազդել, Չինաստանի վրա չեն ազդել, Ռուսաստանի վրա չեն ազդել, Վրաստանի, Իրանի, չեմ պատրաստվում մակում գրանցված բոլոր պետություններին թվարկել։ Եվ այդքանից հետո ընդամենը 1-2 քայլ պետք է անես, շախմատի տախտակի վրա 1-2 քայլ պետք է անես, հետո տախտակը շրջես, եթե խաղում է իր սևերով, սկսես սպիտակներով խաղալ, ու էլի հաշվարկես քայլերը։ Իսկ այդ պարագայում ակնհայտ է դառնում, որ ռուսները գնում են, ռուսները արդեն իսկ գնացել են, ռուսները գնացել են, որովհետև 4 տարի է կռվում են Ուկրաինայում, եւ երբ 3 օրով, 3 օրում պիտի Կիև մտնեին, դեռ ինչ-որ Պակրովսկ են գրավում, բայց այնտեղ հայտնվում է Զելենսկին։ Այդ դրա համար են ռուսները գնացել։ Եվ այստեղ բացարձակապես չեն հայտնվել թուրքերը, չեն էլ հայտնվելու թուրքերը։ Որտեղ կրկնում եմ, միանշանակ վստահ եմ։ Ես վտանգ ընդհանրապես այդ առումով։ Այ ասում են մի քիչ կոպիտ օրինակով ձեզ թույլ կտակ միտքս ավարտեմ, հետո թուրքերին բերեք։ Ես ինձ հասկացա դուք շատ եք ուզում թուրքերը գան։ Չէ, ես չեմ ուզում։ Ես ուղղակի ընդհանրապես ուզում եմ հասկանալ ձեր տեսակետը։ Այստեղ կա քաղաքական խնդիր, կա տնտեսական խնդիր եւ կա աշխարհակաղակական։ Այո, այդ առումով Թուրքիան չի Եվ դուք փորձեք Թուրքիայի դիտակետից նայել, դրիպից Թուրքիան միանշանակ շահում է։ Եկեք հասկանանք Թուրքիայի այսօրվա տնտեսական վիճակը, եկեք հասկանանք Թուրքիայի իշխանության նկատառումները վերստին իշխանության մնալու եւ հասկանանք Թուրքիան ինչի պիտի Հայաստանի վրա կամ հարձակվի, կամ Հայաստան տնտեսական էքսպանսիայի ենթարկի։ Նաև փորձենք հասկանալ Թուրքիայի մեջտեղից եւ թուրանական Աստծո սիրուն ասում են, բայց ասողն էլ պետք է մի քիչ ուղեղ ունենա, մի քիչ շատ չաշխատացնեն, թող իրենց եղած թե ժանգոտած գործ զանգվածը։ Հերիք է թուրանով տասնամյակներով հերիք է Թուրանը մանրադերամ սարքեք ու խաղարկեք ու օй ռուսները գնացին հիմա թուրքերը կհարձակվեն մեր վրա 100-րդ ռազմաբազան քիչ է մի հատ էլ 102-րդ ռազմաբազա չգիտեմ ստեղ դրեք թուրքերը չգան Թուրանը մեզ չուտի Թուրանը եթե ձեզ ուտելու լիներ ձեզ վրա չվերցնեք բոլոր նրանց են պատասխանում ովքեր Թուրանի ջատագովներ են Թուրանը ձեզ արդեն կերած կլիներ միանշանակ Հերիք է, ինչ ասեմ, ժանգոտած գաղափարները, կարծրացած գաղափարները, կարծրատիպերը անդադ շրխկացնեք որևէ նոր գաղափարի, փորձեք նոր գաղափարի առաջընթացը փակել։
Աշխարհը զարգանում է աշխարհը, ուզեք თუ չուզեք փոփոխություններ են լինում։ Մի կողմում ունես կիսահաղորդիչներ, մի կողմում ունես էներգետիկ անվտանգություն, մի կողմում ունես երկրի տապաշրջափակում, մի կողմում ունես նոր աշխատատեղեր, իրական անվտանգություն, իրական, ոչ թե ստորագրեմ, նախաստորագրեմ, հետ ստորագրեմ, ստորագրությունից վրա էլ ընդհանրապես չնայեմ։ Դու ունես ռեալ զարգանալու հնարավորություն։ Հիմա այդ բոլոր հնարավորությունները դնես մի կողմ, ասես վախ մամա ջան, վախենում եմ Թուրանից։ Հիմա դու այդ պարագայում կարող ես կոչվել նորմալ մարդ։ Նորմալ, ընդամենը նորմալ, տրամաբանություն, բանականություն ունեցող մարդ։ Իրենց կարծիքով ոչ թե ասենք ամեն օր պիտի մեկ վախով արթնանանք Թուրանից, այլ պիտի մտածենք, որ բոլոր դեպքերում նրանք գոյաբանական թշնամիներ են։ Նրանք գոյաբանական թշնամիներ են թե չեն։ Եկեք այդ քննարկումները դնենք մի կողմ։ Հավերժական բարեկամներ ու հավերժական թշնամիներ չեն լինում են հավերժական շահեր։ Սկզբունքի Քանի անգամ եք լսել, քանի անգամ եք լսել այդ արտահայտությունը։ Ամբողջ խնդիրը այն է, որ այդ արտահայտությունը ասելուց հետո որևէ մեկը չի սահմանել, բանաձևել, որն է մեր շահը։ Կոնկրետ մեր շահը որն է։ Նստել 100 տարի վախենալ Թուրանից, նստել 100, 200, 300 տարի ասել թուրքերը մեզ ցեղասպանել են, թե գոնե 5 կետով բանաձևել ցեղասպանության ճանաչումը մեզ համար ինչ է նշանակում։ Ախր չի կարելի ամեն ինչ մտցնել, խնդրին էլ չպիտի հիմա ձեռ տալ։ Չի կարելի ամեն ինչ մտցնել абսուրդի ժանրի մեջ, եթե դու ուզում ես ապրել։ Եթե դու իբրև ժողովուրդ վերցրել ես մեռնելու ծրագիրը, գնա հավատա քո Թուրանին, գնա վախեցի թուրքից, գնա ռուս պաշտի մինչև դարավերջ։ Բայց ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը մեռնելու ծրագիր է վերցրել։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը կյանքի ապրելու ծրագիր ունի։ Եվ այդ ծրագրի իրականացման ճանապարհին ոչ մի Ռուսաստան, ոչ մի Թուրքիա, ոչ մի Ադրբեջան մեզ չեն կարող խոչընդոտել, եթե մենք վերջին հաշվով հասկացել ենք, որն է մեր ազգային շահը, որն է մեր պետական ծրագիրը, որն է մեր զարգացման վերջնանպատակը։ Սա է ամբողջ խնդիրը։ Գիտեք ինչ, այս ամբողջ անցուդարձի մեջ շատ մեծ դեր ունեն լրագրողները։ Ես որ համենայն դեպս եղել եմ ու հիմա էլ ինձ համարում եմ լրագրող, շատ մեծ ցավ եմ ապրում դրա համար, որովհետև ճշմարիտ իսկապես հասկացող, իր ստորագրության պատիվը գնահատող լրագրողի համար պետք է լինեն տաբուներ։ Իր ստորագրության պատիվը հասկացող լրագրողը չի կարող վարձավճարված լինել եւ չի կարող բերել շրջանառության մեջ դնել գաղափարներ, որոնք ուղղվում են վերջին հաշվով հենց իր դեմ, որովհետեւ իր ժողովրդի դեմ են։ Սկզբունքի հետ լրիվ համաձայն եմ։ Սա սկզբունք չպիտի լինի, սա պետք է լինի մտածելակերպ, սա պետք է լինի գործելակերպ, չէ, բարոյական, բայց դուք գիտեք, որ մեր հասարակության բոլոր ներկայացուցիչներն են այդքան բարոյական, որ պատրաստ են առաջի հերթին նաև լրագրությանն է կոնկրետ վերաբերում, իրենց վերջին մտոք ապրեն եւ աշխատեն։ Ինչու է ձեզ թվում, որ որևէ ժողովրդի, որևէ ժամանակի, որևէ հասարակություն 100%-ով միատարր է եղել։ Ոչ միատար չի եղել։ Անկամ ֆաշիստական Գերմանիայում միատարություն չի եղել։ Անկամ Ստալինի ժամանակներում միատարություն չի եղել։ Խնդիրը դա չէ, խնդիրը այն է, որ ժողովրդին պետք է գաղափար տալ։ Ոչ թե ժողովրդին անդադ ներքաշել ճղճիմ 64-րդական նշանակության խնդիրների արծարծման, վերարծարծման, քննարկման, վերաքննարկման մեջ եւ կենսական օրակարգը թողնել մի կողմ։ Սա է ամենակարևորը, որը լրագրողները բարեհաջող տապալում են։ Միջայլոց լրագրության թեման շոշափեցիք, այսինքն գտնում եք, որ լրագրողների մի զգալի մասն է, եթե տոկոսային հարաբերակցության վերցնենք, լրագրողների մեծամասնությունն է տապալում, թե ասենք ինչ-որ տոկոսային հարաբերակցություն։ Համենայնիվ բոլոր նրանք, ովքեր իրենց պատվող խնդիրն են համարում ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել ինքնիշխան պետություն եւ Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են Ռուսաստանի Դաշնության գուբերնիա։ Եվ այդպիսիները ըստ ձեզ մեծամասնությունն են լրագրողներ, որպես լրագրողներին է վերաբերում հարցը։ Համենայն դեպս լրատվամիջոցների զգալի հատվածը իրենց ձեռքում է։ Այդպես են մտածում, թե այդպես չեն մտածում, ես չեմ կարող ասել։
Շատ հնարավոր է բացարձակապես այդպես էլ չեն մտածում, բայց աշխատում են։ Սա ողբերգություն է։ Եթե գտնում եք Սա ողբերգություն է, անհատի ողբերգություն, լրագրողի ողբերգություն, բայց սա մեր օրերի տրագեդիան է։ Տիկին Անահիտ, քանի որ այսօր մենք պլանավորել էինք խոսել նաև ձեր գրքերից եւ ես սիրով ուզում եմ ձեր դուք ինձ նվեր եք բերել, որի համար շնորհակալ եմ շատ։ Դրա համար քաղաքական թեմաները մի քիչ, այսպես ասած, կարելի է այսպես ասած, մի որոշակի ժամանակով, քանի որ ելի ենք հանդիպելու։ Դուք գտաք իմ Աքիլեսյան գարշապարը։ Դիմացը նոր Շնորհակալ եմ։ Չէ, թույլ չեմ տա ձեր Աքիլեսյան գարշապարի մոտենալ, քանի որ հին բարեկամներ ենք, հին ընկերներ ենք, ես այդպես եմ գոնե համարում։ Դուք երկու աշխատություն եք ստեղծել վերջին ժամանակահատվածում, չնայած հիմնականը աշխատությունը ստեղծել եք 2014 թվականին, իսկ ես դուրն եմ աշխատությունը ստեղծել եք դարձյալ 2014 թվականին։ Ինձ համար դրանք աշխատություններ չեն բացարձակապես, ես կգերադասեի այլ որակ տալ։ Գուցե որպես աշխատություն են ընկալվում, բայց սրանք դժվար է աշխատություն անվանել ինձ համար, որովհետև այսօր մի տեսակ գիրքը գրքի, այսպես ասած, դերը չէ, գուցե մի քիչ դրա մասին խոսենք, էլի նաև ձեր մասնակցության։ Գիրքը եղել եւ գիրքը մնում է առավելագույնը, որը մարդու միտքը հնարել է։ Անկախ նրանից այսօր այդ գրի գրականության հետ հարաբերվելու ձևերը, նոր տեխնոլոգիաները ինչպես են փոփոխել։ Շատերը դրա մասին մի քիչ տեսագրքեր են գերադասում լսել, ոչ թե վերցնել, ասենք, տպագիր գիրքը եւ կարդալ։ Շատերը հեռախոսով շատ ավելի շատ գրականության հետ են հարաբերվում, քան սեփական գրադարանների։ Գիտեք, իմ խնդիրը չի սահմանել դա լավ է թե դա վատ է։ Ես այդ հարցի պատասխանը կարող եմ տալ այն պահին, այն դեպքում ավելի ճիշտ, երբ իմանամ մարդու ներսում ինչ է մնում։ Այդ գրքի, այդ գրականության բառի հետ հարաբերվելուց։ Շատ խորիմաստ պատասխան էր։ Այդ պատասխանը ինչ է։ Որտեղ այստեղ գլխավորը ձևը չի, գլխավորը բովանդակությունն է։ Ինչ է մնում մարդու ներսում։ Արդյոք մնում է գրականության համը, մնում է մտածողության համը, պարզապես համը։ Եվ քանի որ ուզում էի ձեզ հարց տալ, որոնք են եղել այս գրքերի ստեղծման շարժարիտները, հարցը նաև երկու շերտ ունի, ընթերցողն է, չէ՞, պիտի շարժարիտներ ունենա, որպեսզի գա դեպի գիրքը, գա դեպի ընթերցանությունը։ Այսօր դուք տեսնում եք դեպի հոգևորը, դեպի գիրքը, դեպի գրականությունը եկող գալու պատրաստ մարդիկ եւ մեծ քանակությամբ։ Մենք ճամփը ընկանք առավոտ ցեքին։ Թարմ, թեթևեր մեր ճամփորդի հոգին։ Ուրախ էինք մենք ու մեր սիրտը բաց։ Երաշե չարենց։ Արտագողի ճամփորդներ։ Հրաշալի էր։ Ուր հասանք։ Ճամփ ընկանք, ուր հասանք։ Ամեն դեպքում ունենք պետություն, չէ՞, լավ, թե վատ, հիմա դա արդեն այլ բնորոշում է։ Ինձ մի տարեք դեպի քաղաքականություն։ Դարձյալ է քաղաքականությունից Ես հասկանում եմ, որ դուք առանց քաղաքականություն չեք կարող շնչել, բայց ինձ մի տարեք դեպի քաղաքականություն, եթե մենք խոսելու ենք Երաշե Չարենցի մասին։ Երաշե Չարենցի մասին, քանի որ մենք շատ ենք ուզեցել խոսել, երկար ժամանակ ենք այսպես ծրագրել խոսել, այսօր այո խոսենք թե ձեր գրքերի մասին, թե Երաշե Չարենցի։ Ես ասեմ, որ հիմնականը Երաշե Չարենցին նվիրված գիրքը եղել է իմ տեխնացուական թեզը։ Այո։ Եվ տեխնացուական թեզը գրելիս ես Երաշե Չարենցին փորձել եմ դուրս բերել հայ գրականության փոքրիկ ասպարեզից, ինչպես ինքն էր անվանում, եւ համադրել ոչ միայն իր ժամանակների ռուսական, այլև իր ժամանակների եվրոպական գրականության հետ։ Որովհետեւ շատ կարևոր էին այդ զարգացումները։ Շատ կարևոր էին զուգահեռները Ջեյմս Ջոյս եւ Երաշե Չարենց։ Ես դա արել եմ։ Եվ կարծում եմ, որ ես դա արել եմ թերևս նկատի ունենալով ոչ այնքան Երաշե Չարենցի կարևորությունը, Երաշե Չարենցի գրականությունը ներկայացնելը, որքան ընթերցողին հասկացնելը, որ մենք ունենք համաշխարհային մեծության գրող։ Հավատացեք, որ եթե Երաշե Չարենցը ժամանակին հնարավորություն ունենար ճիշտ այնպես ներկայացվել, ինչպես ներկայացվում էին աշխարհին, նրա
Եվրոպացի ու ամերիկացի ժամանակակիցները, գործընկերները, ինչ Նոբելյան մրցանակ, Չարենցյան շատ ավելի հնչեղ կլիներ, Չարենցյան շատ ավելի սիրելի, ընկալված կլիներ, քան որևէ մեկինը, որ այսօր բոլորի շուրթերին է, երբ մենք ասում ենք, ասենք, ֆրանսիական գրականություն, երբ մենք ասում ենք իտալական գրականություն, որտեղ Չարենցը հայկական երևույթ չէ։ Միանշանակ հայկական երևույթ չէ։ Եվ Եղիշե Չարենցի Երկիր Նայիրի վեպը համաշխարհային գրականության գլուխգործոց է։ Համաշխարհային գրականության գլուխգործոց։ Բայց մենք այդ վեպը չենք հասկացել։ Ֆոկուսը նաև դա է, որովհետև մենք չենք հասկացել ցավը։ Ցավը չենք հասկացել։ Մենք կարդացել ենք այդ նկարագրությունները Վարդանի կամուրջը, Առաքելածվանքը, որտեղ մեկ արձանի աչքերը չկային։ Մենք այդ ամեն ինչը կարդացել ենք ու անցել ենք, բայց մենք չենք հասկացել, թե 1923 թվականին ինչու էր Եղիշե Չարենցը ծաղրում մազութի համոյին։ Ոնց որ դուք կռահեցիք, որ ես պիտի գայի դեպի այդ հարցը։ Ինչու էր Եղիշե Չարենցը ծաղրում մազութի համոյին եւ մազութի համոյի մենախոսությունների մեջ դնում այն ամբողջ ծրագիրը, որ կար այդ ժամանակ ազգային ազատագրական պայքարի։ Ինչու։ Ես հերոստաբեմադրությունը հիշեցի, որ կողմնորոշում, դիրքորոշում, չէ, այ կողմնորոշումը կներեք, հերոստաբեմադրությունը գուցե շատ լավն էր, բայց հերոստաբեմադրությունը բոլոր դեպքերում գրականություն չէ։ Ամենայն դեպս 1923 թվականին եկեք հիշենք նաև 1923-ի Հայաստանը, 23-ի Հայաստանը, 20 թվականին առաջին հանրապետության կորստից հետո, բանտերում կացնահարված ղեկավարներից հետո, կորուստից հետո նոր պետություն, հայրենիքի կորուստից հետո նոր պետություն, Կարսի պայմանագրից հետո նոր պետություն, տարածքային, մարդկային, վերջին հաշվով ցեղասպանությունից հետո նոր պետություն։ Եվ Եղիշե Չարենցի ճշմարտությունը, Կարսի բերդը հանձնելու ճշմարտությունը։ Ոնց կարող էր Չարենցը, ուրիշ ոնց կարող էր Չարենցը գրել այդ ամեն ինչի մասին, եթե ոչ հեգնելով, եթե ոչ հեգնելով, այդ հեգնանքը աշխարհի ամենախոր, աշխարհի ամենաանփարատ ցավն էր, Կարսի բերդի բանալիները հանձնող սպայի մասին գրող Եղիշե Չարենցի ցավը, այդ մորմոքը, ուղեղի մորմոքը, դա համազգային ցավ է, դա բոլորիս ցավ, դա չսպիացած ցավ էր, չսպիացած վերք է։ Դա բոլորովին վերջերս կրկնված վերք է, որովհետև մենք իրականում չհասկացանք ինչ է նշանակում Կարսը հանձնել։ Այդ ճիշտ այդպես Շուշին հանձնվեց, ճիշտ այդպես, եւ ճիշտ նույն մարդկանց։ Ոնց ուզում եք վերցրեք, նույն մարդկանց ձեռքով։ Այդպես մենք կորցրեցինք Վանի հանրապետությունը։ Դանթեական առասպել գրած Եղիշե Չարենցը Կիլիկյան գուցե չէ, նաև եթե շարունակենք։ Դանթեական առասպել գրած Եղիշե Չարենց ու Նավզիկե գրած Եղիշե Չարենց։ Ընդհանրապես համաշխարհային գրականության մեջ անսեր սիրո գաղափար երբևէ չի եղել։ Անսեր սիրո Նավզիկեն։ Նայադների նման, կարմիր ավազների մեջ։ Թերևս Չարենցը ես չեմ ուզում բացարձակապես Քավլիցի չեմ ուզում որևէ հայ բանաստեղծի դերը նշանակությունը նսեմացնել։ Օրինակ ես ունեմ Տերյանի պաշտամունք։ Ես նաև գտնում եմ, որ Վահան Տերյանը նույնպես չգնահատված բանաստեղծ է, որովհետև Տերյանին եւս մտցրեցին այդ նեղ կաղապարների մեջ, աշուն, թախիծ, չգիտեմ ինչ, բացարձակապես Տերյանը ոչ աշնան բանաստեղծ է, ոչ թախծի բանաստեղծ է։ Տերյանը այն բանաստեղծն է, որ հայ գրականությանը նվիրեց ժամանակակից լեզու, արտահայտվելու եվրոպական մշակույթ։ Ազնվականական լեզու, չէ՞, այո, թույլ տամ, ես էլ արտահայտվել ձեզ։ Հրաշալի ձևակերպեցիք, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մշակույթ բերեց Տերյանը։ Եվ եթե Տերյանը չլիներ, մենք Չարենց չէինք ունենալու։
Չարենցն էլ կարող է գնար Իսահակյանի նեյնիմների, յարերի, չգիտեմ, ալգոկնոցների հետևից։ Կներեք, տեսակետ կա, որ երկիր նայրին շատ հորետեսական մեզ դեպի չգոյություն տանող ստեղծագործություն է։ Ես վերջերս անգամ անունը չտամ, բայց մի падգամավորից լսեցի այդպեսի կար։ Անկեղծ ասած, այդ падգամավորը չգիտեմ ով է, բայց եթե նման տեսակետ է արտահայտել, ուրեմն ինքը աշխարհի ամենահոռետես եւ աշխարհի ամենագրականություն չհասկացող падգամավորն է, որովհետեւ հնարավոր չի դու Եղիշե Չարենցի երկիր նայրին։ Ոչինչ, թող իմանա։ Ինչ ասեմ։ Որովհետեւ ես էլ նրա հետ կտրականապես չհամաձայնվեցի։ Եթե դու կարդում ես երկիր նայրին, եթե դու լսում ես Մեռելի Ենոքի, Տելեֆոն Սեթոյի այդ կամավորների տանում են, հիշում եք։ Տանում են, այդ ցավը հասկանում ես։ Ինչ հոռետեսություն, որտեղ է այդ հոռետեսությունը։ Իր ասելով, որ պարտվել ենք, պարտվում ենք, կորցնում ենք, այզեր ասած Կարսի Բերդի այդ անկումը, դավաճանություն, կորուստներ, չգիտի հայ ժողովուրդը որտեղ գնա, ինչ, հիշում եք չէ՞, այդ Մազութի համոյի այդ կողմնորոշման այդ հատվածը եւ այլն, ինչ կողմնորոշում, որտեղ գրի, որ փրկվի այդ սպանդից, յաթաղանից։ Եվ բայց իհարկե վերջում գալիս է մի բան, որ վերջը ունեցանք ինչ-որ մի կազմավորում պետական խորհրդային Հայաստան, հա։ Ձեր, չգիտեմ ով է, ձեր падգամավորին եւ բոլոր նրանց, ովքեր կարող են նման պատկերացում ունենալ, ոչ թե հորդորում եմ, խնդրում եմ, իսկապես խնդրում եմ, նորից գիրքը կարդացեք։ Բայց այդ գիրքը կարդացեք նաեւ Տերյանի Հոգևոր Հայաստանը կարդալով։ Վահան Տերյան, Հոգևոր Հայաստան, նորից կարդալով։ Ընդ որում Հոգևոր Հայաստանը գրվել է 1914 թվականին։ 14 10 տարի առաջ երկիր նայրից։ Կարդացեք համադրեք։ Ես չեմ ուզում Եղիշե Չարենցի ֆենոմենը անհնար է բացատրել։ Եղիշե Չարենցի գրականությունը անհնար է բացատրել։ Իհարկե եղել են տարատեսակ գրականագետիկներ, որոնք փորձել են ինչ-որ բացատրություններ իրենց կարծիքով հատորներ են գրել, բայց ոչինչ չեն բացատրել։ Ոչինչ։ Ընդհանրապես փորձել են Չարենցին մտցնել իրենց պատկերացրած աշխարհի կաղապարների մեջ, իրենց կարծիքով այդպես հասկանալի դարձնելով։ Լենինն ու Ալիի մակարդակի Փառք Աստծո։ Մենք ունեցանք սկզբնական Չարենց, լուսամփոփի պես աղջկա Չարենց, եւ մենք ունեցանք փառահեղ Չարենց, վերջին տասնամյակի ապշեցուցիչ Չարենց։ Ես հիմա չեմ ուզում որևէ մեջ վերում անել, կարծում եմ վստահ եք, որ համենայն դեպս ահագին անգիր հիշում եմ, որովհետեւ գիտեք, Չարենցի մի բառը մի աշխարհ է։ Չարենցի մի բառը մի աշխարհ է։ Եվ պետք չի այդ աշխարհը մտնել այսպես փոշոտ, քոսոտ ու անխնամ։ Այդ աշխարհը սրբություն է։ Այդ աշխարհը մտնելուց առաջ պետք է ինքդ մի քիչ գոնե որ քեզ կարգի բերես։ Դուք մտել եք այդ աշխարհը եւ ստեղծել եք այս գործերը։ Մի քիչ էլ ձեր մասին Տիկին Անահիտ, որտեվ Չարենցի մասին մենք կարող ենք էլի խոսել։ Իհարկե եւ ես էլի կարող եմ այսօր Չարենցի մասին ամբողջ կյանքում խոսել։ Հա, ուղղակի մի եթերը չի բավականացնի, մի ամբողջական եթերը, դրա համար այսօր եթե թույլ տաք մի քիչ էլ կանդրադառնանք ձեր այս գրքերին, այս գրքերի ստեղծման շարժառիթների մասին եւ գուցե որոշենք հետագայում դարձյալ անդրադառնալ Չարենցին, որովհետեւ Չարենցը օգնում է մեզ, ինչպես դուք ասեցիք եւ ինչպես ձեր խոսքից եմ ես հասկանում, ավելի լավ պատկերացնել մեր երկրի, մեր հայրենիքի իրողությունները, ապագան, ճշմարտությունները։ Չարենցը մեզ մեր թռիչքին թևեր է տալիս։ Պարզապես մեր թռիչքին թևեր է տալիս։ Չարենցը պարզապես մեզ ասում է մենք ով ենք, որտեղից ենք եկել, եւ ուր ենք գնալու։ Ավելի շատ ըստ ձեզ հարցին հարց, ավելի շատ ըստ ձեզ դա ասում է, որպեսզի մենք մեզ հարցնենք, թե դուք նրա գործերի մեջ տեսնում եք այդ պատասխանները։ Նրա էության մեջ տեսնում եք այդ պատասխանները։ Ամբողջ կյանքը։ Կյանքը եւ գործը։
Այսինքն նա արդեն մատնանշել է, մատնացույց է արել, թե մենք ով ենք եւ ուր պիտի գնանք։ Ինչ ենք եւ ուր պիտի գնանք։ Երկ։ Եվ եթե ավելի բացենք փակագծերը։ Բացարձակապես որևէ նշանակություն չունի, որ Եղիշե Չարենցը 1937-ին է սպանվել։ Որևէ նշանակություն չունի։ 37-ից հետո եկած ժամանակները ճիշտ այն ժամանակներն էին, որոնց նկարագիրը տալիս էր Եղիշե Չարենցը։ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը։ Բանաստեղծ ծնված Մակու քաղաքում։ Թեպետիրականում կարծում էր ծնվել։ Երազում էր այդ շիրիմը ունենալու մասին, բայց դժբախտաբար իմ մահվանորը կիսմի լռություն, ծանր կնստի քաղաքի վրա։ Մեծագույն ցավ, մեծագույն ողբերգություն Տիկին Անահիտ, բայց Գիտեք, բոլոր դեպքերում նա մեծ բացարձակապես նվիրեց պետք չի մտածել մահվան, Հա, շիրիմի հա։ եւ այլնի մասին, որովհետեւ կան մարդիկ, որոնք անկախ նրանից շիրիմ ունեն թե չունեն, նրանք հավերժության ճամփորդ են։ Ու մենք երկար ճանապարհ ունենք դեռ դեպի Չարենցը։ Շատ երկար ճանապարհ, մի քանի սերունդ, մի քանի հարյուրամյակ։ Ամբողջական չի լինի, եթե ձեր գրքերի մասին մի քիչ ես հասկանում եմ ձեր համեստությունը, գնահատում եմ ձեր համեստությունը, բայց խնդրում եմ, եթե կարելի է մեր հարգելի ունկնդիրների համար ներկայացրեք ձեր այս գրքերը, այս երկու գրքերը, որոնք դուք նվիրել եք։ Մյուս գիրքը բացարձակ հեղինակային գիրք է, ֆենոմենալ ինձ համար գիրք է։ Ես կարծում եմ, որ իդեպ սրա երկրորդ մասն էլ կա, ես դուրն եմ գրքի երկրորդ մասն էլ արդեն կա։ Լույս չի տեսել, դեռ ձեռագիր է, եւ սա շատ դժվար, դաժան իմ համենայն դեպս իմ անձնական կյանքում շատ դժվար ու դաժան ժամանակների պատմություն է, որովհետեւ չասեմ լավ, մանրամասների մեջ չմտնեմ, ուղղակի կարճ բանաձև եմ, որ ես դուրն եմ գիրքը պատմություն է այն մասին, թե ինչ եղավ Հիսուսի խաչելությունից հետո, խաչելությունից 103 օրերում, ինչ կատարվեց այդ 3 օրերում, որ որոշում էին ամբողջ աշխարհի ճակատագիրը։ Ինձ համար սա ֆենոմենալ գիրք է եւ ինձ համար ֆենոմենալ էր նաեւ այս գիրքը գրելու ընթացքը, որովհետեւ ինձ հետ ինչ որ անհասկանալի իրողություններ էին կատարվում, ես այնքան արագ էի գրում, որ նույնիսկ չէի հասցնում բառերը ամբողջությամբ գրել։ Նույնիսկ հապավումներով էի գրում, որ հետո վերցանեմ։ Եվ կարծում եմ դուք այնուամենայնիվ ժամանակ ունեցել եք ընթերցելու եւ կարող եք դուք էլ վկայել, որ այստեղ ոտքից գլուխ Հիսուս Քրիստոսն է, ոտքից գլուխ 12, 13 էս պարագայում առաքյալներն են, Մարիամն է, Պոնտացի Պիղատոսը, Կայափան, այսինքն բոլոր նրանք, որ այդ ժամանակ գործող անձեր էին, բոլոր նրանք, որ արդեն կային, բայց դեռ չկային ավետարանները, բայց դեռ չկային նոր ժամանակները։ Քրիստոնեության ամենա սկիզբը։ Եվ կար Սրբազան քաղաքը, կային հրյաները, որ առ այսօր չեն ընդունել Հիսուսին, հրյաները, որ գնացին հուդայականության հետևից, մինչդեռ Հիսուսը նվաճեց ամբողջ քրիստոնեական ամենայն դեպս աշխարհը։ Այս գրքի շարունակության մեջ երկրորդ մասում արդեն իհայտ է գալիս Մուհամեդը, Բուդդան, համեմատությունները այլ կրանների հետ։ Եվ երկրորդ մասում իսկապես հիշում եք Մուհամեդը վերջին մարգարեն է, չէ՞, այդպես էր Ղուրանում ասվում։ Ով ասաց, որ վերջինն է։ Ով ասաց, որ այլ մարգարեներ չեն գալու։ Ով ասաց։ Հարցը չէ։ Գուցե արդեն եկել են։ Եվ ով ասաց, որ ընդհանրապես Հիսուսը հեռացել է։ Ով ասաց։ Երեք ինձ համար գուցե մի քիչ ծանր է, բայց այն նաև շատ նաև հպարտություն է նաև խոսել ես գրքի մասին, որովհետև երբ դու կարողանում ես քո կյանքի ամենածանր պահին ուժ գտնել ու գրել, այս գիրքը փրկել է իմ կյանքը, կարճ ասեմ, որ այս գիրքը փրկել է իմ կյանքը, որովհետև այն ժամանակ երբ ես գիշերները գրում էի այս գիրքը, հայրս քաղցկեղով հիվանդ էր։ Ես ամբողջ ցերեկը վազվզում էի հիվանդանոցներով,
քիմիաթերապիայի կուրսեր եւ այլն, հասցնում էի միանշանակ նաեւ օրը շաբաթական 2 հարցազրույց, առաջնորդողներ ես իմ ինչեր անել ու գիշերները գրում էի ես գիրքը, որ չխելագարում ցավից։ Ճիշտ նույն ցավից, որ ես հասկանում էի, որ ես հորս կորցնում եմ։ Այս գիրքը փրկեց իմ կյանքը բառացիորեն, որովհետեւ եթե ես չկարողանայի, եթե սա չգրեի, ես կապես կարող էի իմ ցավից, իմ անձնական ցավից, գուցե բոլոր են մարդկանց ցավից, որոնք հայտնվում են նման հանգամանքներում, ուղղակի կոտրվել։ Այս գիրքը ինձ պահեց իմ ողնաշարը։ Պարզապես ողնաշարը թույլ չտվեց կոտրվել։ Ինձ ցույց տվեց ճանապարհը դեպի Աստված, ու ես հասկացա, որ ես երբեք մենակ չեմ։ Այնպես ինչպես մենակ չի լինում երբեք մեզնից յուրաքանչյուրը։ Այո, մենք ծնվում ենք մենակ ու մենք մեռնելու ենք մենակ, բայց մենք մենակ չենք աշխարհում։ Ու քանի դեռ աշխարհում, այս կամ այն աշխարհում են մեր սիրելիները, մեր հոգիները անմահ են։ Մեր հոգիները անմահ են։ Շատ լավ բացատրություն տվեցիք եւ երևի թե լավ էր որ այսօր մենք քաղաքականությունից եկանք իրականում դեպի գրականություն եւ մի տեսակ ես մեծագույն սիրով պատրաստ եմ մշտապես քաղաքականությունից գնալ դեպի գրականություն, քաղաքականությունից գնալ դեպի մշակույթ։ Հանդիպումների օրիգինալությունը կկայանա դրանում։ Գիտեք ոնց ուզում եք վերցրեք, եթե դուք նայում եք համաշխարհային մշակույթի պատմությունը, մշակույթը միշտ քաղաքականության հետ սրտ շահկապված է եղել։ Անշուշտ։ Համատեք իտալական ռենեսանսը եւ Իտալիայի վերամիավորումը։ Ինչ էր ռենեսանսը, եթե ոչ Իտալիա որպես Իտալիա։ Չկար այն ժամանակ Իտալիա, կար Ֆլորենցիա, կար Հռոմ, կար Բոլոնիա, կար տարբեր մշակույթը քաղաքականապես վերամիավորեց Իտալիան։ Կարելի է այդպես ասել։ Այո, կարելի է այդպես ասել եւ կարելի է ասել նաեւ որ քաղաքականությունը ռենեսանս ծնեց։ Այո, քաղաքականությունը ռենեսանս ծնեց, որովհետև եթե Սավոնարոլայի ժամանակները մնային ու Սավոնարոլան շարունակեր Ֆլորենցիայի Սինյորիայի հրապարակում այրել, ասենք Լեոնարդո դա Վինչիի կտավները, այլապես Լեոնարդո դա Վինչիին կարճակեին հերետիկոս ու գուցե իրեն էլ այրեին, այդպիսի ժամանակներ էին, ռենեսանս չէր լինի, վերածնունդ չէր լինի։ Մենք չգիտես ինչի փորձում ենք իրողությունները իրարից կտրել, բայց թե քաղաքականությունը, թե մշակույթը, թե պատմությունը, թե մարդու էությունը, մարդու ձևավորումը, սերտ շահկապված գործընթացներ են, ու այդ բոլոր գործընթացները տեղի են ունենում տիեզերքի հետ ուղիղ կապի մեջ։ Մենք ընդհանրապես պատկերացնում ենք, որ Աստված ինչ որտեղ վերևներում է, չգիտես որտեղ այնտեղից մեզ տեսնում է կամ չի տեսնում, երբեմն բողոքում ենք, ասում ենք մեզ։ Ես էլ եմ այդպես պատկերացել, որ Աստված պապիկը այն նստած շատ վերևում մի այնտեղ ամպերի, երբեմն գուցե նաև ամպերին շատ եք նայել տեսնելու։ Ճիշտ եք, կարծում եմ հիմա դուք հասկացել եք, որ Աստված ձեր ներսում է, ձեր հոգում է։ Անպայման։ Ձեր հոգում է Աստված։ Ձեր այս բացատրությունից կներեք հարց առաջացավ, այս հետաքրքիր բացատրությունից, արդյոք մենք ունենք իտալական ռենեսանսի, Իտալիայի վերամիավորմանը նպաստած ռենեսանսի օրինակով, ինչպես մենք ձեզ հետ ձևակերպեցինք միասին, ունենալու հզոր մշակութային վերելք, որը կնպաստի Հայաստանի, ես չասեմ վերամիավորմանը եւ այլն, բայց Հայաստանի հզորացմանը, Հայաստանի ամբողջականացմանը, Հայաստանի նոր հոգեվոր նոր բառն էլ երևի սխալ է, հոգեվոր նկարագրի վերահաստատմանը կամ վերաիմաստավորմանը, ըստ ձեզ։ Եթե 1915-ից հետո մենք ունեցանք Եղիշե Չարենց, 15-ից հետո մենք ունեցանք Եղիշե Չարենց, չեք կարծում մենք իսկապես անմահ ենք։ Անմահ ենք, բայց այսօր ինչ ունենք, այսօր ապրում ենք մենք Եղիշե Չարենցով եւ լայն իմաստով։ Մեր բոլոր այս զախորթություններից հետո ունեցանք Լևոն Խեչարյանի Մհերի դռան գիրքը։ Մենք իսկապես անմահ ենք։ Մհերի դռան գիրքը։ Մենք իսկապես անմահ ենք։ Այո, կան գործեր, որոնք իրականում ամբողջացնում են։ Ես դուռ եմ եւ Մհերի դռան գիրքը գրվել են զուգահեռ գրեթե։
որովհետև ցավալի զուգադիպությամբ Լևոն Խաչյանն էլ այդ ժամանակ հայրիկիս հետ հիվանդանոցում համարյա զուգահեռ քիմիոթերապիա էր ստանում ու մենք անդադ խոսում էինք իրար հետ, ինքը իր մայրի դռան գրքի մասին, ես իմ դռան մասին, իսկ այս մյուս ստեղծագործության մասին ինչ կասեք ձեր հիմնականի ամբողջովին Եղիշե Չարենցն է, ես դա պետք է արդեն վկայակոչեի, որտեղ դուք փորձել եք ամբողջացնել ձեր տեսակետով, ամբողջացնել Եղիշե Չարենցի Եղիշե Չարենցին հնարավոր չի ամբողջացնել երբևէ, որովհետև որևէ մեկը թեպետ մենք տիեզերքի մասնիկն ենք, մենք չենք կարող տիեզերքը ընդգրկել Չարենցը ինձ համար եղել ու մնում է տիեզերք Չարենցը ինձ համար եղել է մնում է աստվածային մեծություն Իսկ դեպի Աստված ճանապարհը նկատում ձեր ձևակերպումների մեջ դեպի Աստված ճանապարհը հավերժական է դու դեպի Աստված գնում ես ոչ միայն քո այս կյանքում անդարձյալ կյանքում էլ դու Աստծո հետ ես լինելու Սուրճ Չարենցը մշտական է հավերժական Երևի թե մեր այսօրվա զրույցի ընթացքում այսպես 3 կետերով պիտի ավարտենք այսպես զրույցը, որովհետև դուք շատ ճիշտ մատնանշեցիք, որ Չարենցի մասին չի կարելի ինչ որ խոսել ու ավարտել, չէ՞։ Խոսել ու վերջացնել, որովհետև Չարենցը անվերջություն է։ Չարենցյան թեման անվերջանալի թեմա է, հավերժական թեմա է, այո, տիեզերքը ինչպես տիեզերքն է, չէ՞, անվերջանալի, չէ՞։ Տիեզերքում ինչ որ վերջ չկա սկիզբ եւ վերջ չկա ինչ որ մի հատված չկա ինչ որ պետության սահմանագիծ չի չէ ասենք թեկուզ այսօրվա մեր ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում իրական Հայաստանի սահմանները չի բաղկացած չի ամփոփվում դա հավերժական ընթացք է ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում շարունակեմ շնորհակալություն ես սրանից հետո խոստանում եմ արդեն ձեզ մեր ունկնդիրների արչև, որ մեր եթերներից թեկուզ կլինեն այո քաղաքական մեկնաբանությունները ամեն դեպքում դուք նաև քաղաքական մարդ եք, բայց կզուգակցվեն ցավոք արդեն ավելի շատ քաղաքական, որովհետև ես հանգամանքների բերումով հեռացա թե գրականությունից թե գրականագիտությունից, հեռացել, որ քանի որ եթե շարունակությունը գրել եմ ուրեմն չեմ հեռացել, այո Բայց ես նաև միջխոստովանված մեղք ունեմ, շատ մեծ մեղք ունեմ Հրանտ Մաթևոսյանի առաջ, որովհետև իմ դոկտորական թեզը պետք է լիներ Հրանտ Մաթևոսյան, ու ես նույնիսկ իր հետ շատ քննարկել էի, ոնց եմ գրում, ինչ եմ գրում, ինչ ֆենոմենալ զուգորդումներ եմ դնում լատինամերիկյան գրականության բումի հետ, հոգական ռեալիզմ և գյուղագրություն, դե ֆակտո նույնը, գյուղագրություն և մոգական ռեալիզմ, որի մասին ընդհանրապես ոչ ոք չի ֆիքսել, չի մտածել, բայց Հրանտ Մաթևոսյանն ինձ հետ այդ հարցում համաձայն էր, ու ես դա չարեցի, ու ես դա համարում եմ շատ մեծ, անքավելի մեղքը, որ ահեղ դատաստանի ժամանակ հաստատ չեմ կարողանալու որևէ ձևով արդարանալ Եթե իհարկե չհասցնեմ ապրելու եւ կարծում եմ որ ամեն բան էլ կհասցնեք։ Ես ձեզ սրտան ցանկանում եմ որ հասցնեք ձեր այդ մեղքը քավել։ Եթե դա հոգեվոր մեղք եք համարում, այսպես համեստորեն, ամեն դեպքում կարծում եմ որ ձեր աչքերի մեջ ես արդեն տեսնում եմ որ դուք հասցնելու եք եւ անելու եք դա։ Ձեր աչքերի մեջ նայելով թույլ տամ դա էլ ասել։ Դա Աստված խաբուսիկ չլինեն իմ աչքերը ինչ ասել։ Չէ, դուք կարևորը ցանկությունն է, բայց դուք քանի որ դուք այնպեսի ցանկությամբ դա ասեցիք եւ այնպեսի այսպես մղումով դա ասեցիք, որ ես հավատացի, որ դա կավարտեք։ Որովհետև ես դա խոստացել եմ, իսկ ես խոստումներս կատարում եմ սովորաբար։ Այո։ Շնորհակալություն, Տիկին Անետ։ Ես եմ ձեր շնորհակալ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ, մեր զրուցակիցներ Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը, ես կրկին դիմում եմ մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր չեն հասցրել բաժանորդագրվել մեր OneTalk YouTube-յան ալիքին, խնդրելով նրանց սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր OneTalk YouTube-յան ալիքին։ Այսօր այսքանը, կհանդիպենք։